Բարի լույս։ Եթերում առավոտը շանթումն է, այսօր նոյեմբերի 21-ն է, ուրբաթ։ Այս ամսվա նախավերջին շաբաթը գրեթե ավարտվեց։ Մենք նորից եթերում ենք, աշխատենք այսօր մինչև կեսօր ձեզ համար, ունենք շատ ու շատ հետաքրքիր նորություններ, ինչի մասին այսօր միասին խոսելու ենք։ Իդեպ այսօր երկու հրաշալի տոն կա, որ աշխարհում նշում են, դրանցից առաջինը հեռուստատեսության համաշխարհային օրն է, որից բացի Հայաստանում ունենք նաև նոյեմբերի 29-ն է։ Այն համարվում է հայկական հեռուստատեսության ու հեռուստատեսության աշխատակիցների օրը։ Իհարկե, թե այսօր, թե ամսի 29-ին մենք կշնորհավորենք իրար, ինչպես նաև մյուս բոլոր աշխատակիցներին հեռուստատեսության, բայց նաև կողջունենք իրար, որովհետև այսօր նաև ողջույնի միջազգային օրն է։ Ողջույն բոլորին, ովքեր մեզ հիմա նայում են։ Իսկ այսօր թողարկման ընթացքում կխոսենք մեր կյանքի քաղցր եւ օգտակար դեսերտներով լրացնելու մասին, խոսենք բնական կոսմետիկ միջոցների առավելություններից, առողջության հետ կապված ամենակարևորը ինսուլինային դիմադրության մասին խոսի մեր գործընկերը Մանոն, այնպես որ բարի աշխատանքային օր ենք մաղթում բոլորիդ, առաջարկում ենք մնալ մեզ հետ, քանի որ մենք այսօր ձեզ համար պատրաստել ենք ամենահետաքրքիրը։ Եվ առաջարկում եմ առավոտը միասին սկսենք լավ երաժշտություն լսելով եւ դիտելով։ Գրացիք։ Գիշերը, երբ քնած կլինես իմ սեր, կամացուկ, որ հանկարծ չարթնանաս իմ սեր, ես կերքեմ քեզ համար ու կորորեմ քո երազներն իմ երգերով, և դու քնիդ մեջ կշպտաս, և դու կժպտաս, ես կգողանամ լուսինը այս գիշեր քեզ համար ու կգլորեմ նրան կտուրների վրայով ու կփշրվեն աստղերը կապույտ երկնքում և դու քնիդ մեջ կժպտաս իմ սեր, իսկ ես սիրելիս կերքեմ քեզ համար ու կորորեմ քո երազներն իմ երգերով։ Գիշերը, երբ քնած կլինես իմ սեր, կամացուկ, որ հանկարծ չարթնանաս իմ սեր, ես կերքեմ քեզ համար ու կորորեմ քո երազներն իմ երգերով, և դու քնիդ մեջ կժպտաս, և դու քնիդ մեջ կժպտաս, ես կգողանամ լուսինը այս գիշեր քեզ համար ու կգլորեմ նրան կտուրների վրայով ու կփշրվեն աստղերը կապույտ երկնքում և դու քնիդ մեջ կժպտաս իմ սեր, իսկ ես սիրելիս կերքեմ քեզ համար ու կորորեմ քո երազներն իմ երգերով։
Անի Խառատյանի կատարումն էինք վայելում միասին ու իդեպ պատահական չէր, որովհետև Անի Խառատյանը, Սամվել Մալոյանը, Սևակ Ամրոյանը, Անդրեն, Սյուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արուստամյանը, Հայ Սուպերստար 6-ի ֆինալիստներ Մարիամ Ավոյանը, Արեգ Գալստյանը եւ Մինասը երաժիշտ Արմեն Զամուկաշվիլիի հետ միասին դեկտեմբերի 19-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայտնի Ալեքս համերգասրահում հայկական ազգային եւ ժողովրդական երգերի նորովի ներկայացմամբ անմոռանալի պահեր կպարգևեն հանդիսատեսին։ Տոմսերը կարող եք ձեռք բերել Ticket Miket կայքից կամ զանգահարեք 818 265 0506 հեռախոսահամարով։ Բաց չթողնեք այս աննախադեպ համերգային ծրագիրը, եթե դուք Ամերիկայի Միացյալ Նահանգներում եք, իսկ մենք անցնենք առաջ ու խոսենք եղանակի մասին։ Նոյեմբերի 21-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան եւ Շիրակի դաշտավայրերում լուսաբացին մառախուղ է դիտվել։ Մայրաքաղաքում ցերեկը 14-ից 16 աստիճան տաք կլինի։ Այնպես որ վայելում ենք տաք աշունը եւ իդեպ Վերջին օրերը կարծում եմ։ Ես էլ այդպես կարծում, իսկապես իդեպ մի քանի հետաքրքիր լուրեր ունենք։ Աստանայի փողոցներից մեկը կանվանակոչվի Մեսրոպ Մաշտոցի անունով ու արարողությունը կկայանա այսօր։ Նշենք, որ դեռևս նախորդ տարի ապրիլին Ղազախստանի նախագահի Երևան այցի ժամանակ քննարկվել էր փոխադարձության սկզբունքով Աստանայում Մաշտոցի անվան պուրակ եւ Երևանում Ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակ հիմնելու հարցը։ Երևանի ավականու որոշմամբ այս տարի ապրիլին Աբան վարչական շրջանի Ալմատայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով։ Կարծում եմ շատ հրաշալի նախաձեռնություն է, որովհետև Ղազախստանում Մաշտոցի անվան փողոց ունենալու միտքը շատերիս, այսպես ասած, ձգտում է գնալ Ղազախստան նաև, Այո, նաև ասենք, որ այնտեղ շատ ու շատ հայեր կան, ողջունենք բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր ապրում են Ղազախստանում եւ անցնենք առաջ։ Փողը կդադարի գոյություն ունենալ, իսկ աշխատանքը կդառնա հոբի։ Ասա ես չեմ ասում, սա Իլոն Մասկն է ասել, ու կարծում եմ շատերի սրտից է ասել, որովհետև իսկապես հիմա առավոտվա ժամ է եւ աշխատանքի գնալիս մարդիկ այսպես ասում են, օй, չենք ուզում աշխատանքի գնալ եւ այլն, փաստորեն տարիներ հետո սա հնարավոր կլինի իրականություն դարձնել։ Եվ խոսենք նաև այն մասին, որ շատերը չէ, որ սիրում են իրենց աշխատանքը, չէ, շատերի համար չէ, որ աշխատանքը հոբի է։ Շատերը գնում են աշխատանքի ուղղակի ստիպված։ Ես ուրախ եմ, որ դա մեր մասին չէ, դա մեր մասին չէ։ Այո, 1-2 տասնամյակից արհեստական բանականությունն ու ռոբոտաշինությունը կստեղծեն այնպիսի առատություն, որ փողը եւ պարտադիր աշխատանքը կանհետանան։ Կհայտնվի համընդհանուր բարձր եկամուտ, իսկ աշխատանքը կդառնա կամավոր հոբի, ինչպես այգեգործությունը։ Անցումը ծանր կլինի, բայց ի վերջո մարդկությունը կստանա հետդեֆիցիտային հասարակություն, որը ներգրավվել է դեռևս 1980-ականներին ֆանտաստ գրողների կողմից։ Ինչևէ, ամեն բան դեռ առջևում է, մենք սպասենք փոփոխություններին ու ընդհանրապես մի քանի տասնամյակ անց կիմանանք դրանց մասին։ Հուսամ, որ մենք դեռ կտեսնենք դա, Հասմիկ։ Ես նույնպես հուսով եմ։ Ամեն դեպքում կապ չունի թե որ ժամանակաշրջանում ենք ապրում, անգլերենը միշտ կա ու կա այդ լեզուն, որով պետք է մենք խոսենք, շփվենք օտարազգիների հետ, դա մնալու է եւ պահպանվելու է ու պետք է անգլերեն լավ սովորել։ Իհարկե այդ հարցում մեզ կօգնի մեր շատ սիրելի Սոնան։ Մեր եթերում անգլերենի ժամանակն է։ Տեսնենք թե այսօր Սոնան ինչ արտահայտություններ է պատրաստել մեզ համար։ Good morning guys, այսօր տիպիկ խոսակցական արտահայտություն եք սովորելու։ Համոզված եմ հայերեն եւս շատ եք օգտագործում։ Պայման գրի կառն է, գիտեմ, որ արդեն շատ գեղեցիկ տետր ունեք, որտեղ մեր բոլոր արտահայտություններն ու դասերը գրում եք։ Իսկ եթե ուզում եք ավելի լավ հիշեք, անպայման սովորեցրեք նաև ձեր ընկերներին, դասարանցիներին, քանի որ սովորում ենք սովորեցնելով։ Նենց էի նեղվե, որ այդ մասին իմացա, շատ էի նեղվե։ Դե ասա, ոնց կասեիր անգլերեն, նենց էի նեղվել կամ ինքներ նեղվել։ I was upset։ Լավ, ասում եմ, սովորելու ես, խոստանում ես, չէ՞, մենակ այդ դեպքում կասեմ։ Ասում եմ, I took it hard, I took it hard։ Դե հիմա պատասխանի այդ մարդուն ասա, լավ, մի նեղվի։ Այդ մի նեղվին եմ դու կգրես։
Իսկ այս պահին դարձյալ երաժշտություն մեր եթերում։ Դու ինձ օրհնիր, մայրիկ, որ որդիդ պանդուխ տանցորդը, շուրջ բոլորն էլ անծանոթը։ Դու ինձ ներիր, մայրիկ, դու ինձ փրկիր, մայրիկ, որ հոգու շշուկն ու ճիչը չդարձնեն ինձ իմ դահիճը։ Դու ինձ փրկիր, մայրիկ, ես ինչ անեմ, մայրիկ, որ անհագ բախտի հարցերը մոռանան իմ հասցեները, ես ինչ անեմ, մայրիկ, դու ինձ օրհնիր, մայրիկ, դու ինձ միայն փրկիր, ախ երանի թե վերանեմ թրջուն դառնամ, թողնեմ օտար ճանապարհներ վերադառնամ, մեր տաշեմի լուր խոնարհված քեզ փաթաթվեմ, ախ երանի, մայրիկ հասնեմ, քո քիթ լացեմ վերջին անգամ մանուկ դառնամ, ախ երանի թե ճուշանամ, արդեն գիտեմ, մայրիկ, որ անսանձ է ժամանակը, սահմանված է ծիսակարգը, արդեն գիտեմ, մայրիկ, հիշում եմ միշտ, մայրիկ, մեզ մաքրում են փորձանքները, կյանքն էլ մեծ սիրո պարգև է, հիշում եմ միշտ, մայրիկ, կրկին ներիր, մայրիկ, որ անցյալս նախերգանք էր, իսկ ներկաս նրա պատրանքը, կրկին ներիր, մայրիկ, դու ինձ օրհնիր, մայրիկ, դու ինձ փրկիր, մայրիկ, ախ երանի թե վերառնեմ թրջուն դառնամ, թողնեմ օտար ճանապարհներ վերադառնամ, մեր տաշեմին լուր խոնարհված քեզ փաթաթվեմ, ախ երանի, մայրիկ հասնեմ, գոգի դարձեմ վերջին անգամ մանուկ դառնամ, ախ երանի, թե ճուշանամ,
Հիանալի ստեղծագործություն, իդեպ նշենք, որ Սևակ Ամրոյանը, Անդրեն, Սյուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արուստամյանը, ազգային երգիչ երկու նախագծից Անի Խարատյանը, Սամվել Մալոյանը, ում լսեցինք հենց նոր, հայ սուպերստար 6-ի ֆինալիստներ Մարիամ Ավոյանը, Արեգ Գալստյանը, Մինասը, երաժիշտ Արմեն Զամուկաշվիլիի հետ միասին դեկտեմբերի 19-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայտնի Ալեքս համերգասրահում հայկական ազգային եւ ժողովրդական երգերի նորովի ներկայացմամբ անմոռանալի պահեր կպարգևեն ձեզ սիրելի հեռուստադիտող։ Տոմսերի համար կարող եք զանգահարել 818-265-0506 հեռախոսահամարով կամ ձեռք բերել Ticket Miket կայքից, այնպես որ բաց չթողնեք համերգը, որովհետև իսկապես աննախադեպ համերգային ծրագիր է ձեզ սպասվում։ Իսկ հիմա գովազդ շանթի եթերում։ Մենք վերադարձանք եւ մեր հյուրը արդեն տաղավարում է Սոնա Վերդյան, կողմ հիմնադրամի մշակութային նախագծերի պատասխանատու։ Կոստյան Զարյանի 140-ամյակն առիթ է դարձել նրան ավելի լավ ճանաչելու եւ մարդկանց նրա մասին պատմելու համար։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ ձեր առավոտը սկսում եք մեզ հետ։ Խնդրում եմ պատմեք մի փոքր, թե ինչպես որոշվեց, որ պետք է հիմնադրամը իրականացնի հենց այս նախաձեռնությունը։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար եւ ջեր մթնոլորտի համար ինչպես միշտ։ Իսկ նախագծի սկիզբը գալիս է Տիգրան Մանսուրյանից, պարոն Մանսուրյանի հետ հերթական անգամ զրուցելով հայ մշակույթի մասին, ավելի խորքային ճանաչման հնարավորություն ունեցանք Կոստան Զարյանի եւ քանի որ 140-ամյակներ որոշում կայացվեց անպայման այս տարին նվիրել Կոստան Զարյանին եւ փորձել ավելի շուտ Կոստան Զարյանին նվիրել մեզ, տալով հնարավորություն իրեն ավելի լավ ճանաչելու։ Եվ քանի որ նաև պարոն Մանսուրյանը առաջարկել էր որպես այս տարվա կողմ հիմնադրամի պատվովճարին արժանացող անհատ Երվանդ Տեր-Խաչատրյանին, Երվանդ Տեր-Խաչատրյանն էլ հանդիսանում է Կոստան Զարանագետ։ Իր կյանքի մոտ 30-40 տարին նվիրել է Կոստան Զարանի ուսումնասիրությանը եւ որոշում կայացվեց իր աջակցությամբ, իր օգնությամբ, ել ավելի մանրամասն ուսումնասիրել Կոստան Զարանին եւ փորձել ավելի հանրային տարբերակներով ներկայացնել, որպեսզի հանրության մոտ հետաքրքրությունը ավելի մեծանա եւ ուսումնասիրությունը ավելի կարճ տևի։ Տարվա սկզբից արդեն միջոցառումները սկսվել էին։ Եկեք խոսենք այն գեղեցիկ պատկերների մասին, որոնք որ մետրոյում տեղադրված էին, որոնք բավականին ուշադրության արժանացան։ Տեսեք, նախագիծը սկսել ենք իր տարեդարձի օրը, սխալ տեղեկատվություն էր, նույնիսկ Վիկիպեդիայում տեղադրված էր, որ Կոստան Զարյանի տարեդարձը փետրվարի 2-ին է, բայց նրա տարեդարձը փետրվարի 8-ին է եւ որպեսզի այդ սխալը փորձենք շտկել, մեծ միջոցառում կազմակերպեցինք իր ծննդյան օրը եւ այդպես էլ սկսեցինք մեր նախագիծը։ Այդ օրը ուրեմն ելույթով հանդես եկավ Հովեր երգչախումբը եւ կատարեց Տիգրան Մանսուրյանի 3 ասացվածները, որոնք գրված են Կոստան Զարյանի խոսքերի հիման վրա։ Իդեպ Կոստան Զարյանից թույլտվություն էր հարցրել մայեստրոն որոշակի փոփոխություններ անելու եւ երկու մայեստրոները եկել էին համաձայնության։ Պարոն Մանսուրյանը այն բացառիկներից մեկն է, ով անմիջական շփման հնարավորություն է ունեցել Կոստան Զարյանի հետ եւ այդ ընթացքում նաեւ մինչեւ դեռևս այդ մեկնարկային միջոցառումը մենք մտածել էինք Կոստան Զարյանի կենսագրության ամենագլխավոր իրադարձությունները նկարազարդումներով ներկայացնել եւ Աշխեն Մուրադյանի նկարազարդումների շնորհիվ ունեցանք այդ շարքը, որը բաղկացած է 16 նկարազարդումից եւ այդտեղ ներառված են Կոստան Զարյանի կյանքի գլխավոր հատվածները, սկսած բոլշևիկյան հեղափոխական շարժումների մասնակցությունից, Կողոբուտից, Լենինի հետ հանդիպումից, Հռոմի Պապի հետ հանդիպումից, այն բոլոր գլխավոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել, պատկերներով կարող եք տեսնել եւ դա հունիսին 2 ամսով ներկայացրել էինք մետրոյի երիտասարդական կայարանում, տալով հնարավորություն հանրությանը ավելի լավ ճանաչելու գեղագիտորեն։ Ես կարծում եմ, որ քանդակագործությունը, ճարտարապետությունը, վիզուալ արվեստը տալիս է հնարավորություն ավելի հեշտ կարճ ճանապարհով ուսումնասիրելու անհատներին։ Եվ սա կարծում եմ մեծ տպավորություն էր թողել, որովհետև մի քանի անգամ պարզապես ուսումնասիրություններ կատարելու համար գնացել էինք մետրո եւ տարբեր մարդկանց ուշադրությունը եւ երկար ժամանակ այդ նկարների կողքին անցկացնելու
փաստը մեզ հուշեց, որ բացի դա նաև աշխատակիցներին էին տեղեկացրել, որ շնորհակալ ենք այս նախագծի համար, որովհետև շատերիս մոտ մեծ հետաքրքրություն առաջացավ Կոստանդզարյանի հանդեպ։ Հետո այդ նույն ցուցադրությունը տեղափոխեցինք Կոստանդզարյանի անվան միջնակարգ դպրոց եւ գրեթե 1 ամիս այնտեղ ներկայացված էին աշխատանքները։ Սա եւս կարծում եմ կրթական հարթակում լավագույն քայլերից մեկն է ուսանողներին կամ դպրոցականներին մոտ պահելու Կոստանդզարյանին եւ իր գրական ժառանգությանը։ Եվ կարծում եմ դա դեռ ամենը չէ, հետագայում ինչ անելիքներ ունեք այս ցուցադրությունը նորից ինչ որտեղ կցուցադրվի։ Միանշանակ շրջիկ ցուցադրություն է, այսպես ասած, տարբեր դպրոցներում ենք ներկայացնում, մշակութային օջախներում ենք ներկայացնում, մեր գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ, որոնք վերաբերում են Կոստանդզարյանին, անպայման այդ ցուցադրությունը նույնպես ներկա է լինում։ Վերջերս օրինակ Բուն TV-ի հետ համագործակցությամբ իրականացրել ենք 10 մասից բաղկացած ֆիլմաշար Արարատյան մարդը, որը ել ավելի մանրամասն ներկայացնում է Կոստանդզարյանի կենսագրությունը։ Այդ ցուցադրության ժամանակ, որը տեղի ունեցավ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, այդտեղ նույնպես նկարազարդումները ներկայացված էին։ Դա անընդհատ Կոստանդզարյանի բոլոր միջոցառումների բաղադրիչ մի մասն է, որը միանշանակ շատերի մոտ հետաքրքրություն է առաջացնելու, որովհետև այնտեղ կան անհատներ, որոնք այդ ժամանակահատվածի պատմության համար կարևոր անհատներ էին եւ անկախ քեզնից ուզում ես հետաքրքրվել ինչ կապ է ունեցել Կոստանդզարյանը իրենց հետ։ Էլ չեմ ասում այն համաշխարհային մեծությունները, որոնց հետ Կոստանդզարյանը համագործակցելու հնարավորություններ է ունեցել։ Սկսած նրանից, որ Օտորինե Ռեսպիգին ինքն իր ցանկությամբ խնդրել է Կոստանդզարյանին թույլ տալ իր պոեզիայի հիման վրա գրել օրատորիա։ Ռեսպիգին մեծանուն կոմպոզիտորներից մեկն է եւ մեզ համար դա պատիվ է, գուցե իրենց համար է պատիվ, որովհետեւ իրենք են դիմել Կոստանդզարյանին, բայց մենք ամեն դեպքում գնահատումը Կոստանդզարյանի չունենք եւ երբևէ չի կատարվել այդ ստեղծագործությունը Հայաստանում։ Օրինակ Պիկասոն եղել է իր ամսագրերից մեկի շապիկի նկարազարդման հեղինակը։ Մեծանուն տվյալ ժամանակի մեծանուն ստեղծագործողների հետ է համագործակցություններ ունեցել։ Սրանք կարծում եմ հասարակության համար անհայտ փաստեր են, որոնք դուք 140-ամյակի շրջանակներում ի հայտ եք բերում, նորից, այսպես ասած, բացահայտում եք եւս մեկ անգամ եւ հասարակության համար հասանելի դարձնում։ Հաջորդ ցուցադրությունը, որը կարող է հասարակությունը դիտել, էլի բաց ցուցադրության մասին է խոսքը։ Առաջիկայում սպասվում է մեծ ցուցահանդես, որին ներկայացվելու են իրենց ժառանգներից հատկացված մեզ նյութեր։ Նախ մենք ինքներս բացահայտել ենք, որ Կոստանդզարյանը նաև գծանկար է արել պարբերաբար եւ այդ աշխատանքներն են ներկայացվելու են իր տիկնոջ, որը նկարչուհի էր, մոռացանունը, աշխատանքները, որը իր տարբեր ստեղծագործությունների հիման վրա նկարազարդումներ է դարձյալ արել, այդ աշխատանքներն են ներկայացվելու, Մինասի արված դիմանկարն է ներկայացվելու Կոստանդզարյանի, իր անձնական գրամեքենան է ներկայացվելու, դարձյալ այս ամբողջ նկարազարդումների շարքն է ներկայացվելու, նամակներ են ներկայացվելու, իր տատիկի հիշողություններն են ներկայացվելու Արազարյանի տատիկի, Կոստանդզարյանի թոռան, այսինքն տիկնոջ իր, արդեն երկրորդ տիկնոջ հուշերն են ներկայացվելու, մի խոսքով բովանդակային առումով շատ լայն հնարավորություններ է տրվելու հանրությանը եւ նաեւ մեզ, որտեղ ամեն անգամ յուրաքանչյուր միջոցառում նորովի բացահայտման հնարավորություն է տալիս Կոստանդզարյանին, մեծության, որը այդպես էլ չգնահատվեց իր ժամանակներում, չընդունվեց եւ նույնիսկ մահից հետո իրեն հաջորդող սերունդները չկարողացան ճշմարիտ կերպով գնահատել իր մեծությունը։ Այ խոսեցինք ֆիլմից, եկեք մի փոքր այստեղ կանգ առնենք, ինչ տեսակ ֆիլմ է, կենսագրական, վավերագրական, եւ արդյոք դուք խոսեցիք շատ կարեւոր փաստերից, արդյոք այս բոլոր նորությունները կան նաեւ ֆիլմի մեջ, այն մարդիկ, ովքեր չեն ճանաչում, միգուցե ֆիլմով բացահայտեն իրենց համար։ Ամբողջությամբ ներառել ֆիլմում հնարավոր չէ, դա պետք է տենց մի մեծ կառույց աշխատի, այսինքն մեկ մարդու, երկու մարդու, չկան մարդիկ, ովքեր անմիջական կապ են ունեցել։ Միայն պարոն Մանսուրյանն է, ով Կոստանդզարյանին տեսել է, իր հետ խոսել է, այսինքն փաստեր ներկայացնելու համար
մի մեծ ինստիտուտ է պետք, որպեսզի զբաղվի Կոստան Զարյանի բացահայտմամբ։ Մեր գլխավոր օգնականը, այսպես ասած, Երվանդ Տեր-Խաչատրյանն է, փորձել ենք այդ 10 մասերի միջոցով անդրադառնալ ամենակարևոր իրադարձություններին, որոնք կարող են ընդհանուր պատկերացում տալ եւ որոնք կարող են հնարավորություն ստեղծել անհատին ինքնուրույն արդեն այնքան հետաքրքրված լինելու, որ ուսումնասիրելու Կոստան Զարյանին։ Ֆիլմը վավերագրական է, հարցազրույցի ժանրով, այսպես ասած, ավելի 10 մաս է, կարծում ենք, որ առաջիկայում կհավելենք եւս մի քանիսը, որոնք պարզապես կանդրադառնան Զարյանի տոհմի շարունակությանը։ Թե ինչ են եղել մյուս Զարյանները, տղաները, եզավակները, թոռները, ծոռները, ինչպիսի շարունակություն կա արդյոք գրական ոլորտում դարձյալ արտահայտումներ կան, թե չեն կա, դե ես դրա մասին չեմ պատմի, կպատմեն նաև այդ ֆիլմաշարի շարունակությունները, այո։ Իսկ 10 մասում ամբողջությամբ Կոստան Զարյանի կենսագրական փաստերն են։ Սկսած իր անձնային դրսևորումներից, որքանով որպես անհատ նա եղել է ամուր, ինչպիսի դժվարություններ է հաղթահարել, անասելի ամեն անգամ այնպիսի իրավիճակ հոլիվուդյան ֆիլմի հերոսի կենսագրություն ունի։ Այնպիսի իրավիճակներում է հայտնվել բարբերաբար, որ թվում է, որ վերջ կյանքը ավարտվում է, լուծում չկա, բայց իր մոտ շրջադարձային լուծումներ են լինում։ Եվ բացի դա նաև իր գրական ժառանգությունը։ Ես չգիտեմ, մի մարդու մի կյանքի ընթացքում գրել այդպիսի ստեղծագործություններ, որոնք որ ժամանակագրական հստակ պատկերացում չունեն, այսինքն այնպես չի, որ դա նախորդ դարի գրականություն է, դա ապագայի գրականություն է, որը մեր ժամանակում ակտուալ է եւ կլինի ակտուալ նաեւ ապագայում։ Իսկ ստեղծագործություններից կան, որոնք որ հիմա այս պեղումների ընթացքում բացահայտեցիք եւ դեռևս անհայտ էին բոլորի համար, տպագրված չէին եւ այլն։ Կան անտիպ ստեղծագործություններ, որոնք ընթացքի մեջ են, մինչեւ կողբ հիմնադրամի Կոստան Զարյանով հետաքրքրվելն ու անդրադառնալը, Print Info-ն Սարգիս Խաչենցը արդեն 15 տարի մոտավորապես զբաղվում էին Կոստան Զարյանի հրատարակմամբ։ Իսկապես մեծ գործ են արել, հաշվի առնելով, որ բոլորովին եկամտաբեր չի այդ հեղինակը, նկատի ունեմ բեսթսելերներ չեն լինելու, որոնք որ մեծ վերադարձ են բերելու գումարի, բայց ամեն դեպքում իրենք հասկանալով, գիտակցելով Կոստան Զարյանի մեծությունը, զբաղվել են իրենով, 15 հատոր հրատարակել են, եւս մեկ հատոր մենք միասին ենք հրատարակել եւ մեկ աշխատանք Երվանդ Տեր-Խաչատրյանի գրքերից, որը էլի անդրադարձ է Կոստան Զարյանից դեպի Կոստան Զարյան, առաջիկայում սպասվում է Նավլերան վրա վեպի վերահրատարակումը, ես կարծում եմ սա մեծագույն իրադարձություն է, որովհետև իսկապես սպառվել է եւ վերջին շրջանում Կոստան Զարյանի հանդեպ հետաքրքրվածությունը իրապես մեծացել է եւ սա հնարավորություն է եւս մեկ անգամ այս լուրջ ստեղծագործությունը ուսումնասիրելու, սա տպավորություն է, որ ինչ որ առումով ինքնակենսագրական է Եվ բացի դա կարծում եմ մեր ժամանակներում այսօրվա Հայաստանի համար Նավլերան վրան շատ կարևոր մտորումների հնարավորություն կարող է ստեղծել եւ գուցե վերարժևորման մեր ինքնության, ինքնաճանաչման, մեր հայրենիքի եւ այդ նույն հայրենիքի ճիշտ ընկալման։ Երբ է սպասվում նոր հրատարակչությունը։ Առաջիկայում դեռ հստակ ժամկետ չկա, բայց արդեն գրեթե տպարանում է։ Տեխնիկական բոլոր աշխատանքներն իրականացված են։ Իսկ այս 140-ամյակի շրջանակներում արդյոք մենք տեսնելու ենք նոր քանդակ, դիմաքանդակ եւ որտեղ այն տեղադրվելու։ Շատ ուղղությամբ գնաց հարցը։ Քանդակը դա մեր կարևոր նաև նախաձեռնություններից մեկն է։ Մկրտիչ Մազմանյանը, որը Չակմակչյանի սանն է, իսկ Չակմակչյանը քանդակել է Կոստան Զարյանի գլուխը, ունենք փոքրիկ գլուխ, որը որ ժամանակակից արվեստի թանգարանում է։ Եվ մենք նախագծի շրջանակներում մտածեցինք, որ քաղաքն առանց Կոստան Զարյանի չի կարող լինել եւ պետք է այդ բացը լրացնել, Մկրտիչ Մազմանյանի հետ խոսեցինք եւ եկանք այն եզրակացության, որ նոր քանդակ պետք է ստեղծվի եւ ամիսներ շարունակ ուսումնասիրելով Կոստան Զարյանին, ընթերցելով բոլոր իր ստեղծագործությունները, բարբերաբար հանդիպելով Երվանդ Տեր-Խաչատրյանի հետ, Մկրտիչ Մազմանյանը ստեղծեց մի հուշարձան քանդակ, որը Կոստան Զարյանի դեմքն է եւ գրքերն են, կոչվում է Նավլերան վրա
շատ հետաքրքիր քանդակ է, քաղաքապետարանին արդեն մի քանի անգամ դիմել ենք, ներկայացրել ենք մեր ցանկությունը եւ կարծում ենք, որ առաջիկայում հուսանք, որ առաջիկայում կունենանք հաստատում եւ Կոստան Զարյանի քանդակը վերջապես կգտնի իր տեղը, գոնե քանդակի տեսքով Կոստան Զարյանը կգտնի իր տեղը Երևանում, հնարավորություն կունենանք իրեն անմիջապես, իր էներգետիկան անմիջապես զգալու քանդակի միջոցով, որովհետեւ կարծում եմ քաղաքային այդ քանդակները, մշակույթը էլ ավելի արագացնելու են այդ գործընթացը։ Անմիջապես տեսնում ես հատկապես, որ մեր ցանկությունն է, որ լինի այն հատվածում, որտեղ որ ապրել է Կոստան Զարյանը։ Ուզում հարցնել, որտեղ են պատկերացնում քանդակը։ Սայաթնովա Աբովյան խաչմերուկին, այդտեղ Մանթաշովի արձանի կողքի շենք անմիջապես Կոստան Զարյանի եւ իր որդու տները այդտեղ են եղել, այդտեղ է ապրել տարիներ շարունակ։ Անկյունային հատվածում Սայաթնովա Աբովյան, եթե քաղաքապետարանը հաստատեց, Կոստան Զարյանը կլինի իր տեղում։ Հուսանք, որ մեզ հիմա դիտում են եւ մենք էլ մեր կողմից կհավելենք, որ մեր քաղաքին պակասում է, այնպես որ կարիքը կա, որ եւս մեկ գեղեցիկ հուշարձան դառնա մեր քաղաքի գոհարներից։ Այո, թող զայրենական շունչը շատ լինի մեր քաղաքում։ Երևանում։ Խոսենք առհասարակ կողմ հիմնադրամի ծրագրերի մասին, ինչ ունեք առաջիկայում նախատեսած, կարծում եմ սա միակ նախաձեռնությունը չէ, որ այս ընթացքում զբաղվում եք։ Այո։ Ես կանդրադառնամ այն մասին, որի պատասխանատվությունը ես եմ կրում մշակութային նախագծերին։ Ինչպես գիտեք, կա Մանսուրյանի անվան միջազգային մրցույթ, կամ գրական մրցույթը, Վազգեն Սարգսյանի անվան, Կոստան Զարյանին 140-ամյակին նվիրված միջոցառումների շարքն է եւ առաջիկայում սպասվում է Սարյանի անվան միջազգային նկարչական մրցույթ։ Սա կարծում եմ նույնպես մեծ հնարավորություն է լինելու կերպարվեստի ոլորտում զարգացում եւ կամուրջներ ստեղծելու, ինչպես կոմպոզիտորական մրցույթը այս 4 տարիների ընթացքում արդեն 4-րդ տարին է, մեծ կամուրջներ է ստեղծել եւ մեծ հնարավորություններ է ստեղծել ստեղծագործող եւ կատարող անհատների համար, որովհետեւ կոմպոզիտորների համար կարեւոր է որպեսզի իրենց ստեղծագործությունները կատարվեն, այս մրցույթի շրջանակում գրվող ստեղծագործությունները, որոնք անցնում են եզրափակիչ փուլ, անպայման կատարվում են եւ հասանելի են, ձայնագրվում են եւ հասանելի են դառնում հանրությանը, ինչը կարծում եմ սպասվում է նաեւ Սարյանական մրցույթին։ Հուսամ, որ մեր կերպարվեստի դաշտը ակտիվ կմասնակցի այս մրցույթին եւ օգտակար կլինի իրենց համար համագործակցությունը, կարծում եմ սա այն ոլորտն է, որը մեր տարածաշրջանում դեռ միջազգային շուկային չի մոտեցել։ Իսկ եթե մենք մոտենանք, մենք իսկապես ունենք շատ տաղանդավոր նկարիչներ, քանդակագործներ, դիզայներներ եւ եթե ճիշտ ներկայացվի իրենց այս հարթակը եւ ճիշտ հնարավորություններ տրվեն համագործակցելու, մենք էլ նույնպես կունենանք մուտք դեպի միջազգային կերպարվեստի շուկա։ Մենք անհամբերությամբ կսպասենք նաև այս նախաձեռնությանը։ Շնորհակալություն ձեզ զրույցի համար։ Մենք անցնենք առաջ եւ հիմա Գովազդ Շանթի եթերում։ Վերադարձանք Գովազդից եւ այլ ավելի դրական առավոտ ունենալու համար առաջարկում եմ այս պահին լսենք երաժշտություն, իսկ հետո վերադառնանք։ Վերադարձանք եւ արդեն մեր տաղավարում են մեր հյուրերը։ Արմեն Արևյան, մի հրապրանքանիշների համահիմնադիր, Օնիկ Սանջան, Անահիտ Նեյչ հրապրանքանիշի համահիմնադիր։ Խոսելու ենք հայկական բնական խնամքի միջոցների մասին։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Սկսենք ամենասկզբից, եկեք հասկանանք, թե ինչպես որոշվեց ստեղծվել հայկական բնական խնամքի միջոցներ եւ ինչու հենց Նուարդ։ Եկեք սկզբից պատմեմ, ունեմ 15 տարվա, ավելի քան 15 տարվա շուկայակետի մասնագիտական փորձ եւ պարբերաբար շուկան ուսումնասիրելով մենք հասկացանք, որ շուկայում կա պահանջարկ միջին գնային սեգմենտի, բայց բարձր որակի բնական խնամքի միջոցների։ Գտանք համապատասխան գործընկերներ, լաբորատորիաներ, գիտաարտադրական ձեռնարկություններ, քանի որ մեր արտադրանքը դա պայմանագրային արտադրություն է եւ սկսեցինք
նախապատրաստվել արտադրությանը։ Իսկ ապրանքանիշը ընտրելիս մենք մի քանի տարբերակներ էինք ընտրել։ Նուարտը այն մեկն էր, որ հարցումների հիման վրա բնակության թիրախային խմբի մեծ մասը ընդունեց, ընկալեց եւ ասաց, որ սա ամենալավ անունն է, իսկ ոգեշնչում իհարկե եկել է Արագեղեցիկ, Նուարտ, Շամիրան, հայտնի էպոսից, եւ մի բան հետաքրքիր ասեմ, Նուարտի կարգախոսը, եթե նայեք Նուարտի տակը, ուրարտեն սեպագրով է գրված, կարգախոսն է երջանիկին, ինչու հենց երջանիկին, որովհետեւ Շամիրամին չնախընտրեց Արագեղեցիկ, այլ նախընտրեց իր կնոջը։ Եվ հենց դա Նուարտի կարգախոսը։ Մենք շուկա ենք մտել 2020 թվականին, 44 օրյա պատերազմի տարիներին, չնայած նախապես արդեն մշակել էինք եւ արդեն 6-րդ տարին է կանք շուկայում։ Որպես համահիմնադիր Նուարտ ապրանքանիշի, կթվեք առանձնահատկությունները, որոնք ունի այս կոսմետիկ եւ խնամքի միջոցները։ Առաջնայինը, որ շատ կարեւոր է, մենք հիմնական բնական խնամքի միջոցներ ենք արտադրում։ Եթե կան ինչ-որ հավելումներ, կան ինչ-որ մասեր, որ երկարացնում է կյանքը, դա այն հավելումներ են, որոնք թույլատրել են բնական խնամքի միջոցների համար։ Մենք օգտագործում ենք բաղադրատոմսեր, որոնք Հայաստանում օգտագործել դեռ ուրարտական ժամանակաշրջանից մինչև մեր օրեր, եւ դա համադրել ենք այժմյան խնամքի միջոցներում օգտագործվող հատուկ ակտիվ էլեմենտների հետ։ Մենք օգտագործում ենք Հայաստանի մրգերը, Հայաստանի դաշտային ծաղիկները, մենք ունենք խնամքի միջոցներ, որոնք հենց դաշտային ծաղիկներից են պատրաստված, ունենք խնամքի միջոցներ, որ հայկական նռան կորիզայուղից է կամ ասենք թե այլ բաղադրամասերից, որ հատուկ են Հայաստանին։ Հենց դա է առանձնահատկությունը։ Մեր խնամքի միջոցները ստեղծված են հայուհիների համար։ Հաշվի առնված Հայաստանի կլիմայական պայմանները, մաշկի տեսակը, հենց դա է ունիկալ եւ շատ լավ է ընկալվում հայկական կանանց եւ աղջիկների կողմից, որովհետեւ իրancs մաշկը հենց Նուարտի համար է նախատեսված։ Եկեք լինենք ազնիվ եւ ասենք, որ Հայաստանում կան շատ ու շատ պրոդուկտներ, հա, ռուսական, ծագման, եվրոպական, կորեական եւ իհարկե կան նաեւ բարձր որակի ապրանքներ։ Ինչու պետք է հենց մարդիկ ընտրեն Նուարտը, որն է ամենակարևոր առավելությունները։ Շատ կարևոր հանգամանք է, որ մեր կանայք եւ աղջիկներ պիտի հասկանան, կորեական խնամքի միջոցները, իրական կորեական խնամքի միջոցները պատրաստված են կորեյունների համար, իրանց բնակլիմայական պայմաններից ելնելով, իրանց օդի, մաշկի տեսակից ելնելով, ռուսականը նույնպես, Ռուսաստանի համար եվրոպականը եւ եթե դու գնում ես իրական կորեական օրակ խնամքի միջոցներ, նրանք քո մաշկի կողմից ընկալողությունը տարբերվում է քան այն, ինչ որ արտադրված է հայուհիների համար մեր բնակլիմայական պայմաններով։ Շատ կարևոր հանգամանք է, մեկ է Հայաստանում շատ խնդիր է, որ օրիգինալ կորեական կոսմետիկա գտնելն է դա խնդիր, ինչու որտեղ մտնում եք խանութ, տեսնում եք 2000 դրամով, ասենք կորեական կրեմ, դա չի կարա այդ գնի լինի։ Միջին կորեական կրեմը, որ վաճառում է Կորեայում, մոտ 5000 դրամից պակաս չի կարա լինի։ Հայաստանում մտնում ես խանութ, տեսնում ես 2000 դրամանոց կրեմ, երբ որ հաշվում ենք խանութի վերադիրը, մոտ 40%, հարկերը, турքերը, ճանապարհածախը, ստացվում է այդ կրեմի ինքնարժեքը պիտի լինի 200-250 դրամ։ Հանում ենք մեջից տուփը փաթեթավորումը, ստացվում է այն կրեմը, որ դուք գնել եք օրինակ 2000 դրամով կամ 2500-ով 50 դրամ է։ Ինչքանով է հայուհին պատրաստ 50 դրամանոց խնամքի միջոց քսել դեմքին, որն է բերում է խնդիրների առաջացմանը։ Մեր խնամքի միջոցները միջին գնային սեգմենտի են, Նուարտը։ Եվ շատ հետաքրքիր է, որ այն կանայք աղջիկեր, որ մեկ անգամ գոնե օգտագործում են Նուարտ, այնուհետ դառնում են Նուարտի հավատարիմ հաճախորդ։ Հասկացանք, որ Հայաստանում հայկական խնամքի միջոցն ունի պահանջարկ, բայց արդյոք այս գործունեության տարիների ընթացքում խնդիրներ չեն եղել եւ չեք բախվել որոշակի խնդիրների։ Խնդիրների չեք պատասխանել։ Օնիկ ավելի կենտրոնացած Անահիտ ապրանքանիշի վրա, մենք ունենք նաև երրորդ ապրանքանիշ։ Մենք նաև այդ թեմայի շուրջ կզրուցենք։ Այո, իհարկե, խնդիրներ շատ են եղել, օրինակ 6 տարի առաջ երբ մտնանք շուկա, մենք շատ դժվար էր խանութների հետ համագործակցությունը, որովհետև իրանք գտնում էին, որ եթե հայկական է, ինչու է այս գնի, օրինակ ինչու է 4000 դրամ կրեմը կամ 5000 դրամ կրեմը, դժվար էին իրանք վերցնում վերավաճառելու համար։ Այդ կաթիլ այդ խնդիրը մենք լուծեցինք եւ այժմ մենք ունենք 50 խանութ ամբողջ Հայաստանում։ Մեր գործընկեր խանութները։ Այո, գրեթե բոլոր մարզերում մենք նաեւ պատրաստ ենք նոր առաջարկների, այս պայմանությամբ մենք ստանում ենք առաջարկներ, արդեն մենք ենք ստանում առաջարկներ
ցանկանում են նուարդ վաճառել եւ քանի որ տեսնում են որ կա պահանջարկ, որովհետեւ մենք ունենք այս պայծությամբ հազարավոր կանայք, որոնք օգտագործում են նուարդ, ամեն առավոտ բացում են նուարդի կրեմը, կսում են նուարդի կրեմը, գեղեցկանում են նուարդով, որը շատ կարեւոր է։ Այդ խնդիրները լուծվեց եւ շարունակաբար լուծվում է։ Ինձ թվում է բացի դրանից մենք կանք հիմա Wildberries-ում եւ կարամ նշեմ Wildberries-ում մենք շատ վաճառվող հայկական ապրանքանիշերից մեկն ենք, բնական խնամքի միջոցների սեգմենտը։ Հիանալի։ Սա նաև խոսում է բարձր վարկանիշի մասին եւ բնականաբար նաև մրցակցություն։ Ինչպես է մրցակցությունը ընթանում, արդյոք ազնիվ մրցակցություն է։ Դե մենք միշտ ողջունում ենք առողջ մրցակցությունը, որտեղ մրցակցությունը ստիպում է քեզ առաջ գնալ։ 6 տարի առաջ երբ մենք մտանք շուկա, կար 1-2 խաղացող եւ ոչ մասսայական էին դրանք, այդ ապրանքանիշերը այնց մեծ տարածում չունեն, ոնց որ հիմա նուարդը, դրանից հետո մենք մտանք, հաջողեցինք, որովհետև հիմա ցանկացած կարծում եմ 10-ից 5 կնոջ կին կամ աղջկան, որ ասեք հայկական խնամքի միջոց, միգուցե ասի նուարդ, ստեղծվեցին նորերը, առողջ մրցակցությունը կլինի այն, երբ որ նոր ապրանքանիշերը գնեն իրենց ճանապարհով, չտաճեն, կոպի չանեն, այսպես ասած, դա կլինի շատ ավելի առողջ, եթե մենք ունիկալ ենք, մեր դիրքավորումը ունիկալ է, մեր ընկալողությունը հաճախորդների կողմից յուրահատուկ է, մեզ վստահում են, եթե մարդիկ տեսնում են, որ նուարդը որակյալ է, բնական է, որը արդեն շատ բանի մասին է խոսում։ Յուրաքանչյուր խնամքի միջոց կարծես տարբեր բանի համար է նախատեսված, օրինակ մեկը խոնավացնող է, մյուսը երիտասարդացնող, օրինակ կնշեք 3 top ձեզ համար խնամքի միջոցները, որոնք երիտասարդացնելու հատկություն ունեն։ Մենք մոտ 50 խնամքի միջոց ենք արտադրում 50 տեսակի, շատ դժվար է նշել 3-ը, բայց փորձեմ, առաջնայինպես խորհուրդ կտայի ցանկացած աղջկա, եթե ուզում է ինքը 45 տարեկանում ունենալ, օրինակ 35 տարեկանի տեսք, 55 տարեկանում 40 տարեկանի տեսք, դա արևապաշտպան կրեմերն են, մենք ունենք ցերեկային կրեմեր, որոնք առանձնանում են նաև ոչ միայն նրանով, որ նրանք արևապաշտպան են եւ խոնավացնող են, եւ աղջիկի համար շատ կարեւոր է այդ մեր ցերեկային կրեմերը նաև դիմահարդարման համար հիմք են, քանի որ առանց ճիշտ խնամված մաշկի առնել դիմահարդարումը բերելու է ծերացման։ Այսինքն որպես բազա կարելի է նաև միանշանակ մենք ունենք այդ ցերեկային կրեմեր, որոնք ինչն է նաև կարևոր տարբեր մաշկի տիպի համար իրանք առանձին կրեմեր են, ունենք չոր մաշկի համար առանձին, յուղոտ մաշկի համար, նորմալ եւ կոմբինացված մաշկի համար։ Դա առաջի խնամքի միջոցն է, որ միանշանակ խորհուրդ կտամ հաշվի առնելով մեր կլիմայական պայմանները։ Երկրորդը, դե գիտենք բոլորս, Հայաստանը շատ արևոտ երկիր է։ Եվ ցանկացած նույնիսկ ակնոցով դու կկոծում ես աչքիդ, որը բերում է միմիկական կնճիռների աչքերի շուրջ։ Մենք ունենք հատուկ աչքերի շուրջ կրեմ, որը պատրաստված է դաշտային ծաղիկներից, շատ հետաքրքիր մեր տիպիկ հայկական դաշտային ծաղիկներից, ինքը շատ թեթև է եւ պարունակում է հիալուրոնաթթու համար 1 խոնավացնող միջոց է աշխարհում։ Երկրորդ դա խորտ կտայ եւ երրորդը որպես ամփոփում որը կանանց եւ աղջիկի մոտ դա թերահավատություն կա գիշերային խնամքի վերաբերյալ, որտեղ մտածում են դա գիշերը ինչ պիտի լինի։ Բայց ամենակարևոր խնամքն է։ Այո, հենց ամենակարևոր խնամքի միջոցները հենց գիշերային խնամքի միջոցներն են, որտեղ մաշկը հանգիստ է, պատրաստ է սնուցման, պատրաստ է խոնավացման։ Դրա համար է խորտ կտայի օգտագործել նուարտի գիշերային կրեմը, որը նույնպես պատրաստված է դաշտային ծաղիկներից, ունի հակատարիքային կնճիռներ, դանդաղացման էֆեկտ, ունի խոնավացնող եւ սնուցող բացառիկ հատկություն եւ շատ թեթև է, ինչով է տարբերում, երբ որ դուք քսում եք մեր խնամքի միջոցը, մեր կրեմը դեմքին, դուք զգում եք ոնց որ մաշկը լինի 4 հողը ջուր լցնես, այդտենց ընկալում է ինքը։ Եվ ի տարբերություն էժանագին խնամքի միջոցների, որոնք խոնավացման process-ը մաշկը փակելով, այսինքն նավթամթերքի վերամշակման արդյունքում ստացած էլեմենտներից մեր խնամքի միջոցներ դաշտային ծաղիկներից, կորիզայուղերից, իրանք ընկալվում են մաշկի կողմից եւ սնուցելով մաշկը դարձնում ավելի թարմ, ավելի հետաքրքիր, ավելի առողջ տեսք ունեցող։ Եվ շնչում է մաշկը այդ ընթացքում։ Լավ, անցնենք առաջ, որն է Անահիտի ուժեղ կողմը եւ որն է Անահիտի գնորդը։ Այս հարցին երևի արդեն ես պատասխանում եմ։ Մենք շատ ուրախ ենք, որովհետեւ արդեն քանի հարց մենք ուզում ենք նաև ձեր պատասխանելը։ Տեսեք, նախ սկսեմ Անահիտից, մենք արդեն ոնց որ լինելով շուկայում հասկացանք, որ կա պահանջարկ ավելի մատչելի, բայց որակյալ խնամքի միջոցների, որտեղ ստեղծեցինք մեր հաջորդ բրենդը, որը որ Անահիտ Nature-ն է։
ու ինքը տարբերություն նուարդի, եթե նուարդում ուժեղ կողմը դեմքի խնամքն է, Անահիտում մենք ավելի շատ կենտրոնացանք մազերի խնամքի վրա, ունենք մոտ 5 տեսակի տարբեր շամպուններ, մազաթափության, թեպի դեմ, յուղոտ մազերի ու էլի շատ բարձր ցուցանիշներ ունենք, երբ 10 հաճախորդից 8-ը գոհ են պրոդուկտից, այդ ինձ թվում է շատ բարձր ցուցանիշ է։ Ու այս վերջին շրջանում դեռ 1 տարի չկա, բրենդը 2022 թվականին է հիմնադրվել, բայց մենք նոր պրոդուկտ հանեցինք ռոզմարինով մազաթափության շիճուկ։ Ինձ թվում է բոլորը գիտեն ռոզմարինի մասին կամ լսել են, բայց շատ փոքր մի հատ նյուանս կա ռոզմարինի հետ կապված, երբ որ իրան դեղատնից եթերայուղը գնում ու քսում ես վարսերին կամ գլխին, ինքը կարա վնասի ու հակառակ էֆեկտ է տա, ոչ թե օգնի, այլ մազերը թափեն ավելի շատ։ Ու մեր տեխնոլոգիայի հետ մենք հատուկ բաղադրատոմս մշակեցինք իր հետ կապված, որը որ մոտավորապես մի 5-6 ամիս արդեն շուկայում կա ու շատ մեծ պահանջարկ ունի ու շատ լավ ֆիդբեքեր ունենք հաճախորդներից, երևի թե ամեն 10-ից 9 գոհ է այդ պրոդուկտից, ցավոք Արմենին չօգնեց, բայց մնացած բոլորին։ Դե տղամարդկան դժվար է մազաթափել, եթե դա տեստոստերոնի կամ այլ խնդիրների առաջացման դեպքում դժվար է։ Լրացնեմ մի օրինակ ոնց կարա հասկանաք լավն է պրոդուկտը, չէ՞, եթե նույնիսկ մտեք Wildberries-ի մեր Անահիտի այդ պրոդուկտի տակ կտեսնեք կամ մոտավորապես ասենք 3-4 հազար արդեն հաճախորդ ունենք եւ գնահատականը 5 հնարավորությունից 4.9 է։ Դա բացառիկ բարձր ցուցանիշ է։ Ընդ որում նշեմ, շատ բարձր գնահատական ունեն նաեւ մեր բոլոր կրեմները եւ ռուս կանայք նույնիսկ իրանք որ գնում են մեր կրեմները զարմանում են այդ որակական ցուցանիշից, օրինակ 4-5 հազար դրամանոց կրեմը կարող է ունենալ այդպիսի արդյունավետություն, զարմանում են, որ sense որակյալ խնամքի միջոցներ են արտադրվում Հայաստանում։ Օնիկ, իսկ որն է հաջողության բանը լինի, այսքան կարճ ժամանակում այդպիսի հաջողության հասնելը կարծում եմ կոնկրետ Անահիտի պարագայում մեր, այսպես ասած, ունեցած փորձի հիման վրա կարողացանք իրան ճիշտ դիրքավորել շուկայում, բայց ընդհանուր հաջողության գրավականը ինձ թվում է գրագետ բիզնես անելն է, որակյալ արտադրանք տալն է եւ քո հաճախորդի, քո սպառողի հետ ազնիվ լինելն է։ Նուարդը արտադրում է նաև մետաքսե շարֆեր, ընդ որում ինչքանով տեղյակ ենք ունի ունիկալ դիզայն։ Եկեք խոսենք նաև այս մասին նորից կանանց համար։ Այո, ասեմ մի բան, որ դա մեր հպարտությունն է մեր մետաքսե շարֆերը, իրանք 2 տարի են շուկայում, բայց իրանց բացառիկությամբ ունեն հատուկ դիրք մեր շուկայում, ինչով է առանձնանում։ Մենք ունենք մեր կողմից մշակված դիզայներ, մենք աշխատում ենք Արմեն Քյուրքչյանի հետ, հայտնի գիտնական է, որը հայկական զարդանախշերի վերատպումներ է իրականացնում եւ պահպանելով շատ կարևոր հանգամանք հեղինակային իրավունքները բոլոր, մենք մեր բրենդային բրենդը, որ բոլոր հեղինակային իրավունքները պահպանում, այսինքն նույնիսկ թռչնատարերը երբ մենք օգտագործում ենք, դա հեղինակային իրավունքների պահպանմամբ ենք օգտագործում։ Մենք ներմուծել ենք մի հետաքրքիր գունային լուծումներ, օրինակի համար հայկական թռչնատարերը Վան Գոգի ծաղկացնաշենի նկարի գույներով։ Մենք ունենք հայկական թռչնատարեր, ունենք նարեկացու տաղերը, որոնք գրված են կլինտի հայտնի համբույրը նկարի գույներով։ Օգտագործում ենք Մինաս Ավետիսյանի կարմիրով հայտնի կարմիրի գույները եւ ստացվում է ունիկալ բան։ Ասեմ ձեզ, աշխարհում նման բան չկա։ Դուք ոչ մի պետություն դեռևս մինչև այժմ չեք տեսնի, երբ որ լինի տեղական զարդանախշերը հայտնի նկարիչների գույներով, դրանով է առանձնանում նուարտը եւ որակական ցուցանիշներով մեր մետաքսը որ օգտագործում ենք այդ շարֆերի մեջ 25% բնական է եւ ինքը իր գին որակ համադրությամբ երբ որ դուք շոշափեք կզգաք տարբերությունը եւ որակը։ Բացի դրանից մենք արդեն ունենք նաեւ լավ լուր կարամ ասեմ ձմեռն է գալի քաշմիրե շարֆեր, որը հնարավորություն է տալի նաեւ 70% բնական քաշմիրով պարուրվել է զնգանցերտին, տակություն ստանալ եւ վրան տպագրություն ունենք էլի հայկական զարդանախշերը, որը էլի շատ հետաքրքիր է դարձնում աքսեսուարի գրելը։ Հրաշալի է։ Այս ամենը կարծում եմ կանանց համար, իսկ ինչ ունեք տղամարդկանց համար, գիտեմ որ խնամքի միջոցներից ունեք տղամարդկանց համար։ Միհր։ Այո, Միհր Գերագույն Աստծո անունով հասկացանք, որ մենք տղամարդիկ եւս կարիք ունենք խնամվելու։ Ճիշտ է, այդ մշակույթը Հայաստանում դեռ շատ զարգացած չի, բայց մենք փորձում ենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի դա ինչ-որ տաբու չլինի եւ հայ տղամարդիկ եւս խնամվեն։ Հետո երկրորդ ամենակարևոր պատճառը մեր կին հաճախորդները շատ էին հարցում իսկ տղամարդկանց նվերի համար, որովհետեւ հոգնել էին
միշտ նույն նվերները տալուց, մենք էլ հոգնել ենք միշտ նույն նվերները ստանալուց ու այդպես Մտածեք թե դուք ինչ կուզեք ստանալ նվեր։ Այո, եւ մտածեցինք ինչ կուզենք ստանալ նվեր ու այդպես ստեղծեցինք մի հրապրանքանիշը, այդքան շատ չի տեսական ինչքան որ կանանց համար նախատեսված, հիմնականում մորուքի խնամք է, շամպուն, լոգանքի գել, մեքենայի օծանելիքներ բնական եթերայուղերից ու իրանք էլի գնային բավականին մատչելի են ու օրինակ 10000 դրամի սահմաններում 3 խնամքի միջոցով բոքս կարելի է նվիրել ցանկացած տղամարդու Ոճային շատ սիրուն փաթեթավորում դա է նշենք, փաթեթավորումները շատ կարևոր, մենք հատուկ նշանակություն ենք տալի դիզայնին, որպեսզի նվերը լինի ոչ միայն հաճելի, օգտակար, այլև տեսանելիորեն ինքը զգացվի, թե ինչ հոգատարություն կա կնոջ կողմից տղամարդու նկատմամբ այդ նվերը տալուց։ Այո, մատուցման ձևը շատ կարևոր է։ Նույն մեր նուարտը ինքը ունի մենք օգտագործենք Գեղեցիկ տուփեր։ Գեղեցիկ տուփեր, հայկական զարդանախշեր, urարտական զարդանախշեր, չէ՞ որ նշեցի նուարտը նույնն է միհերը, եթե նուարտի կարգախոսը երջանիկ կին է, միհերի կարգախոսը տիրակալ նույն ձևով սեպագրով urartեր են նշված։ Դա էլ է շատ հետաքրքիր դիզայնի էլեմենտները, որ միայն հայկական եւ զուսպ ճաշակով։ Վստահ եմ, որ մեր հեռուստադիտողը, եթե դեռ չի օգտագործել այս ապրանքանիշը, ապա հենց այսօր ձեռք կբերի եւ կօգտագործի ու կզգա, թե ինչպես կարելի է խնամել ինքն իրեն նույնիսկ մատչելի խնամքի միջոցներով եւ հայկական խնամքի միջոցներով։ Եկեք նաեւ ամփոփենք մեր ամբողջ խոսակցությունը Միհր Անահիտ Նուարդ, հա, բրենդեր, որոնք որ ստեղծվել են COVID-ի ժամանակահատվածում, հետո արդեն ընդլայնվել են, որն է ձեր ամենակարևոր այսպես գործոնը, ինչի արդյունքում դուք իսկապես հաջողեցիք։ Դա գիտելիքն է, նայեք, մենք քանի որ ունենք մեր թիմը ունի 15-20 տարվա փորձ մարքեթինգի բնագավառում, մենք աշխատել ենք իտալական բրենդերի հետ, անգլիական բրենդերի հետ, ռուսական բրենդերի հետ, այդ փորձը ներդրել ենք հայկական բնական խնամքի միջոցների արտադրության մեջ եւ կարողացել ենք լավագույնը ներդնելով ստանալ այսպիսի արդյունք։ Դա ամենակարևորն է։ Իդեպ նաև նշեմ, մենք արդեն ունենք Kaik, Born in Armenia կետային, որտեղ ամփոփված են մեր բոլոր բրենդերը, նույնիսկ ունենք նոր բրենդ, որը շուտով շուկա կմտնի եւ մեր գնորդներին գտնում են Հայաստանից դուրս այդ Kaik-ի միջոցով կարող են գնումներ կատարեն, գնումներ կատարեն Wildberries-ով, Ozon-ով, մենք փորձում ենք լայն տարածում տալ հայկականին, որ Նուարդը լինի այն բրենդը, ոնց որ մնացած մի քանի հայտնի բրենդեր կան, որոնցով ճանաչում են երկիրը։ Այո, շնորհակալություն լավագույն համար, հայկականը առաջ տանելու համար եւ իհարկե մեզ լավագույն խնամքի միջոցները մատուցելու համար։ Այն էլ շուտով արդեն տոներն են մոտենում, կարծում եմ այդ ժամանակահատվածում բոլորս մտածում ենք ինչ պիտի գնենք մեկս մյուսին, միշտ պետք է նախընտրություն տալ հայկական արտադրությանը, եկեք անպայման այս մասին խոսենք եւ գնենք մեկս մյուսի համար հայկական արտադրության գեղեցիկ նվերներ, ինչպես արդեն գիտենք, թե տղամարդկանց համար նախատեսված եւ թե կանանց համար։ Շնորհակալություն ձեզ զրույցի համար։ Իսկ մենք անցնենք առաջ եւ դիտենք Գովազդյան թիեթերում։ Մինչ դուք դիտում եք Գովազդ, մենք այդ ընթացքում հասցրեցինք ստանալ մեր նվերները Նուարդ ապրանքանիշի կողմից, որի համար անչափ շնորհակալ ենք։ Դուք եւս կարող եք ձեզ համար, ձեր սիրելիների համար գնել այս հրաշք հայկական խնամքի միջոցները եւ ուրախացնել նրանց։ Իդեպ նշենք, որ նրանք շատ գեղեցիկ են, շատ գեղեցիկ փաթեթավորված, ինչպես արդեն նշեցինք, ամանորյա լավագույն նվերը։ Մենք անցնենք առաջ, ինչ ենք իմանելու Հասմիկ։ Լսելու ենք լավ երաժշտություն եւ վերադառնանք։ Մնացեք մեզ հետ։
Յաչեմ թե տեսնողի ջուղթ Յաչին մերնե Միտերի Յաչեմ թե տեսնողի ջուղթ Յաչին մերնե Շնորհակալ եմ։ Լսեցինք Մարիամ Ավոյանի կատարումը, իդեպ Մարիամ Ավոյանը, Արեգ Գալստյանը, Մինասը, Սևա Կամրոյանը, Անդրեն, Սյուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արուստամյանը, ազգային երգիչ երկու նախագծից Անի Խառատյանը, Սամվել Մալոյանը, ինչպես նաև մյուսները Արմեն Զամուկաշվիլիի հետ միասին դեկտեմբերի 19-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայտնի Ալեքս համերգասիրահում հայկական ազգային եւ ժողովրդական երգերի նորովի մատուցմամբ կունենան անմոռանալի համերգ։ Շտապեք ձեռք բերել տոմսերը։ Ticket Maket կայքիդ, ինչպես գիտեք, կարող եք ձեռք բերել եւ մասնակցել այս հիանալի համերգին։ Մենք անցնենք առաջ եւ ինչպես գիտեք, ամեն ուրբաթ օրը մեզ հյուր է գալիս Լիկան եւ նրա հետ քննարկում ենք այն բոլոր հարցերը, որոնք ունենք եւ մենք եւ դուք ցիելի հեռուստադիտող շաբաթվա ընթացքում։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Լիկա, նախ եկեք սկսենք այն փաստից, որ այս շաբաթ թխեցինք շոկոլադե տորտ, որտեղ որ շատ ու շատ շոկոլադներ էին։ Cheesecake թխեցինք, եթե չեմ սխալվում, ել ինչ ենք պատրաստել այս շաբաթ։ Այս շաբաթ ես հիմնականում ինձ նվիրեցի տեխնիկագործությանը, շատ ժամանակատար է, դրա համար ընդամենը հասցրել եմ այս երկու թխվածքները։ Ոչինչ բաց չեմ թողել։ Ամեն ինչ հիշում եմ շատ ճիշտ։ Իսկ ինչ ասել է տեխնիկագործություն ներողություն, սա շատ հետաքրքիր է ինձ։ Մարցեպանից եք պատրաստում եւ ինչ տեխնիկներ։ Բարդ տեխնիկներ, ես չեմ սիրում արչուկ նապաստակ, երբ որ ինձ ասում են արչուկը պատրաստես ինչ։ Իմիջիայլսի մորակույրն է գրել։ Այո, երկը։ Այո։ Դա ամենասիրելի երգն է։ Այո։ Իսկ փողիկն ու նապաստակը թողներ են։ Բայց իսկ արչուկն ու նապաստակը ես այդպես եմ հիշում։ Արչուկն ու նապաստակը։ Եվ բավական բարդ տեխնիկներ եմ սիրում պատրաստել, երբ որ առհասարակ երբ որ բարդ աշխատանք է գալիս, եռաչափ տորտեր եւ այլն, ես դիզայներների ձեռքից վերցնում եմ եւ խրվում եմ այդ գործի մեջ։ Իսկ ինչ տեխնիկներ եք այս անգամ պատրաստել։ Այս անգամ աֆրիկյան գեղեցկուհիներ, սևամորթ, շատ գեղեցիկ արձանիկներ եւ կուրսի համար հետաքրքիր տեխնիկ եմ պատրաստել, որը որ փոքրիկ է, բայց իր վրա կրում է մեծ տորտ։ Աֆրիկյան գեղեցկույններ, աֆրիկական համապատասխան հագուստով, ճիշտ եմ հասկանում։ Իսկ դրա բարդությունը ո՞րն է, բացի այն, որ գրեթե քանդակագործի աշխատանք է իրականում, այլ բարդություններ կան տեխնիկական առումով։ Շատ բարդ, նախ պետք է ճիշտ կարողանալ կառուցել կարկասը։ Տեխնիկը կառուցվում է հենց կարկասի վրա։ Եվ անպայման չի, որ տեխնիկները, որոնք որ պատրաստված են շոկոլադից կամ մաստիկայից կամ ոնց ասեցիք մարցիպանից ուտեն, որովհետև դա արվեստի գործ է, դա պետք է դնել տանը եւ հիանալ այնքան, մինչև դեռ նա կդիմանա։ Երկարաժամկետ չեն տեխնիկները։ Նաև պատրաստել եմ տեխնիկ հաճախորդի ծնունդը որ պիտի լինի իր նման։ Իմ ծննդյան տորթի վրա էր այս տարի տեխնիկը։ Սիրով։ Լիկա, այսպեսի մի հարց։ Բնականաբար ամսվա կտրվածքով, տարվա կտրվածքում բավականին շատ պատվերներ եք ունենում եւ միշտ չէ, որ բոլորը չէ, որ ձեզ դուր են գալիս։ Բնականաբար կլինեն տորթեր, որոնք մարդիկ ցույց կտան ձեզ կուզենան այսպեսին անել, որոնք որ ձեզ դուր չեն գա։ Ինչպես եք այս հարցին մոտենում։ Հաճախորդի խնդրանքը կամ պատվերը օրենք է եւ քննարկման ենթակա չէ, թե փորձում եք համենայն դեպս նրան բերել մի դաշտ, որտեղ որ կարող եք իսկապես լավը սարքել։ Գիտեք, լինում են իհարկե, որ նայում ենք, ասում ենք, հետաքրքիր է, ինչի ես հին տորտը սիրեցին, մի տեսակ փլված, ոչ կոկիկ տորտերել են ուզում եւ ուզում են նման անես, որովհետեւ մենք արդեն առաջ ենք գնացել, մենք չենք կարող փլված ծուռ տորտեր պատրաստել եւ նմանատիպ տորտ են ուզում։ Այս դեպքում մենք ասում ենք լավ, հաճախորդը ցանկացել է եւ պետք է կատարել, բայց լինում են իհարկե
մակետներ, անցյալ անգամ որ խոսեցինք, որ հրաժարվում ենք, իսկապես հրաժարվում ենք։ Հիմնականում ես չեմ սիրում նմանեցնել։ Եթե մեր մրցակիցը իր դիզայնով պատրաստել է ինչ-որ մի մակետ, գեղեցիկ եւ նոր է դուրս եկել այդ մակետը, անմիջապես գալիս են լակի, կարող եք անել։ Ես շատ եղել է, որ հրաժարվել եմ։ Ասել եմ, չէ, որտեղ որ տեսել եք, գնացեք հենց այնտեղ պատվիրեք։ Նախ ձեզ վրա ավելի թանկ կնստի, որովհետև ես 0-ից դա պիտի հավաքեմ, իսկ այնտեղ արդեն դա կա։ Պարզապես վարձակալության հիմունքներով պետք է տան արդեն։ Ահա։ Իսկ ի՞նչն է ավելի բարդ դիզայնում կամ որ գույների հետ է ավելի բարդ աշխատելը։ Դիզայնում ցանկացած գույն հնարավոր է ստանալ, կա մի խնդիր, դա մանուշակագույնն է, որը որ երբ որ լուսանկարում են, այլ գույն է երևում, եւ երբ որ իրականացնում ես, այլ գույն է, այսինքն երբ որ հաճախորդ ասում է իմ հագուստի գույն մանուշակագույն է եւ նկարը ուղարկում է, մենք բոլորովին այլ գույն ենք տեսնում։ Դիզայնի դեպքում դա, իսկ տորտերի դեպքում շատ դժվար է ստանալ red velvet տորտը, որը որ պետք է հստակ ճիշտ հենց red velvet-ի գույն լինի, ոչ թե լինի կարմիր դեպի գազարագույն, հա, կամ այլ գույն, դեպի շագանակագույն, հստակ գույն կա, որ այդ գույնը պետք ստանալ, եւ դա բավական բարդ է, սակայն ես գաղտնիքը գտել եմ եւ այո, եւ on-line ուսուցման ժամանակ բացատրում եմ ինչ է պետք անել, որ հստակ այդ գույնը ստանան։ Եվ հետաքրքիր մի բան էլ ասեմ, շատ ուսանողներ ունեմ, որ թխում են, կտրում են, ուղարկում են ինձ, գույնը չկա, գույնը կարծես գծիկներ են մնացել, ներսում, հա։ Ներսը գույնը փախնում է, կարմիր գույնը ստանում են եւ իմ ասածը չեն անում։ Երբ որ իմ ասածով անեն, նման իրավիճակի չեն հայտնվի։ Ինչ է տեղի ունենում։ Ուրեմն կան ես կամաց-կամաց սկսեցի Պարզել էր ինձ պետք, որ հասկանա ինչ է կատարվում, կարմիր տորտը դնում ես, թխում ես, հանում ես, դեղին է կարմիր գծեր մեջ ինչ-որ։ Եվ հասկացա, որ կան ներկեր, սննդի ներկեր, որ սոդան քայքայում է։ Պատկերացրեցիք, սոդան կերել է ներկը և սոդայի հետ արդեն ռեակցիա է եղել և գույնը դարել է ինչ-որ անհասկանալի գույն։ Մենք ունենք հարցեր մի քանի, ինչն է ձեզ համար քաղցր կյանքի բառացի եւ խորհրդանշական իմաստը։ Ասեմ քաղցր կյանք առհասարակ ինչ է։ Քաղցր կյանքը դա երբ որ քո կողքին չկա կծու, դառը, թթու, աղի, թունավոր, տոքսիկ մարդ։ Այսինքն, եթե դու ապրում ես մի ընտանիքում, որտեղ ջերմ հարաբերություններ են եւ սկեսուր եւ հարց եւ բոլորը միասին, դա քաղցր կյանք է իրականում, չէ՞։ Իսկ այդպես լինում է։ Հա, լինում է։ Նելին ուզում էր հարցնել, երբ բոլորը միասին են ապրում, մի տան մեջ, այդպես խնդիրներ լինում են փոքրիկ խնդիրներ, որը կարելի է ժպիտով շտկել եւ մոռանալ։ Եվ քաղցր կյանք ունենալ։ Եվ քաղցր կյանք, իմիջիայլոց հենց քաղցր կյանքը գալիս է քո ուղեղից, ինչպես ես դու ուզում տեսնել քո կյանքը։ Եթե իսկապես դու ուզում ես, ես քաղցր եմ ուզում իմ կյանքը լինի, եւ իմ շուրջը բոլորը լավ մարդիկ են, քաղցր մարդիկ են, իմ հետևորդները քաղցր մարդիկ են, երբ որ այդ տոքսիկը հայտնվում է, ես անցյալ անգամ ասեցի, ես իրեն բլոկավորում եմ, վերացնում եմ, որ իմ շուրջը մնան միայն լավ մարդիկ, իմ կյանքը լինի քաղցր եւ փոխադարձ ես իրենց մատուցեմ քաղցր կյանք։ Իսկապես ամեն ինչ գալիս է կարծես թե մեր արձագանքից, կախված է նրանից, թե մենք ինչպես կարձագանքենք տվյալ իրավիճակին, որովհետև մենք կարող ենք արձագանքել ավելի բացասաբար եւ կյանքը դառնա կծու թթու դառը եւ այլն եւ ոչ քաղցր։ Նույնը հակառակը։ Իսկ օրինակ մարդու տեսակը կապված է նրա հետ, թե ինչպիսի տորտ կարող են աթխել։ Օրինակ վատ մարդիկ կարող են համեղ պատրաստել։ Չէ։ Ես չեմ համատում, ես վատ մարդ դեռ շատ չեմ հանդիպել իմ կյանքում, բայց ես վստահ եմ, որ չի լինի, չի ստացվի, կան չէ մարդիկ, որ իրենց մոտ չի ստացվում թխել։ Այո։ Ինչից է դա նյարդային վիճակից է, դա ոչ անհանգիստ վիճակից է, չեն կարողանում տրամադրվել, կենտրոնանալ, դա գուցե վատ մարդու հատկանիշ չի, բայց արդեն խառը վիճակում է մարդը, վատ բացասական էներգիաների մեջ է, եւ եթե վերցնենք վատ մարդուն, ապա վատ մարդը միշտ բացասական էներգիաների մեջ է, եւ իր պատրաստած իմիջիայլուց գիտեք, չէ, որ
եթե բացասական տրամադրությամբ են պատրաստում խմորեղեն կամ ճաշատեսակ որևիցե, դա հաղորդվում է ուտողին։ Երբ որ դու ուտում ես, ասում ես լավ չեմ, ինչ-որ մի բան է, ինչի դու կերել ես մի մարդու պատրաստած, ով շատ տանտրամադիր է պատրաստ։ Ինչպես դա պատրաստ։ պարզել գնելուց առաջ։ Գրեթե անհնարին է։ Անհնարին է, կուտեք հետո կհասկանաք։ Ուտում հետո եք հասկանում։ Լիկա, բայց ձեր աշխատակիցներին ինչպես եք բերում այդ լավ տրամադրությանը, որպեսզի նրանք այդպես սկսեն պատրաստել, որովհետև ի վերջո բոլորս էլ մարդ ենք եւ ունենում ենք տրամադրության տատանումներ, նաեւ էներգիան է հաճախ փոփոխվում մեր, երբեմն լինում ենք նաեւ ագրեսիվ, ոչ այնքան լավ տրամադրությամբ։ Կյանքի ամեն ինչ պատահում է, բայց եթե պատրաստելուց պետք է լավ դրական տրամադրված լինեն, ինչպես մարդուն բերել հասցնել այդ վիճակին նոր սկսի։ Ուրեմն ժողովներ ենք ժամանակ առ ժամանակ անում եւ ես ասում եմ, հասնում եք դրան մոտ, թողնում եք ամեն ինչ, տան խնդիրները, կռվել եք ձեր տան անդամների հետ, չէ, վիճել եք, կապ չունի։ Թողնում եք, ուրիշ տրամադրությամբ մտնում եք, որովհետեւ այստեղ պետք է թխել սիրով։ Եվ եթե տրամադրություն չկա եւ այլն, մթնոլորտը ընդհանուր լավն է մեզ մոտ։ Նախ թույլ չի տրվում ինտրիգաներ, կանայք են, չէ, ամեն դեպքում։ Ես չեմ թույլ տալիս, որ մեկի հետևից խոսեն, փչացնեն մյուսի տրամադրություն։ Կանոն է ինձ։ Դա տես Լիկան թույլ չի տալիս իր արտադրամասում նման բաներ փաստորեն ստացվում է ձեզ մոտ, Իհարկե ստացվում է, եթե լինի տոքսիկ մարդ, ապա ինչ գործ ունի իմ կողքին։ Ինչ գործ ունի Լակիում, որ աշխատի եւ թունավորի հաջողությունից չէ։ Լիկա, խոսենք նաև այն մասին, որ դուք նաև Instagram-ում եք բավականին ակտիվ, շատ գեղեցիկ էջը վարում եք, հիմնականում այն շատ ավելի պրոֆեսիոնալ է, չեք խառնում անձնականի հետ եւ միևնույն ժամանակ փորձում եք ժամանակ առ ժամանակ նաև այսպես հետաքրքիր ինչ-որ ուրախ վիդեոներ ներառել եւ ինչն է ինձ շատ դուր գալիս, որ թեկուզ այն վիդեոները, որոնք որ խմորեղեններ են եւ այլն, պարտադիր ինչ-որ կանանց անուններ եք տալիս, ովքեր որ ըստ երևույթին ձեր աշխատակիցներն են, երևի այդ պահին ձեզ օգնում են եւ այլն։ Վերջերս հիշեցի, ճիշտ եմ հիշում, թե ոչ ռիպսիկն էր շատ ակտիվ վիդեոյի մեջ։ Պատմեք մի փոքր ձեր Instagram-ի կյանքի մասին։ Ուրեմն ժամանակին ես ունեի առանձին իմ ստուդիան եւ այնտեղ երբ որ մենք նկարահանումներ էինք անում, չկար աղմուկ։ Հիմա ստուդիան տեղափոխվել է արտադրամասի դիզայնի, որտեղ խանութն է եւ դիզայնի բաժինն է, այդ հատվածում է։ Եվ բոլորը խոսում են, անընդհատ խոսում են, հիմնականում շատ է խոսում մաման իմ։ Մամայանը ռիպսիկ չի, չէ։ Մի օր մամային էլ կլսեք, որովհետև նույնիսկ երբ որ առանձին էր իմ ստուդիան եւ փակ էր աղմուկ չկար, միևնույն է մամայի ձայնը դասընթացի մեջ կար։ Եվ դա կարծես նյարդային ասում է, հա, երբ որ դու խոսում ես ինչ-որ պետք է խոսքը եւ գործողությունը միասին լինի, որ իսկ թխելու ընթացքում երբ որ դու ինչ-որ մի գործողություն անում ես, դա արդեն անցնում է, չես հասցնի բացատրել, նորից նույնը կրկնել։ Եվ ռիպսիկը, որը որ մեր խանութի վաճառողուհին է, այդ պահին ջուրն էր բացել, աման էր լվանում, թե ինչ էր անում, թե սուրճ էր պատրաստում, չգիտեմ։ Եվ երկու անգամ աղմուկը դուրս եկավ ռիպսիկից։ Այդ նկարահանման ժամանակ բոլորը քարանում են։ Միայն ռիպսիկներ այդ պահին ակտիվ ռիպսիկներ։ Այո։ Ռիպսիկի ողջույններ մեր կողմից նաև բոլոր մյուս աշխատակիցներին։ Տեսեք, այսպեսի հետաքրքիր ծիծաղելի թեթև դեպքեր շատ են պատահում, նաև կարծում եմ աշխատավայրում։ Բայց եղել է, որ օրինակ ինչ որ վիդեո նկարելու ընթացքում, հոլովակ նկարելու ընթացքում որևէ դեպք տեղի ունենա այնպիսի, որ ձեր թխածը չստացվի, ասես ոչինչ չստացվի, ոչ համը, ոչ տեսքը, բայց այդ հիշողությունը ձեզ այսպես ասած ապրեցնի, որովհետև հետո դուք դրա վրա մոտիվացվեք եւ ավելի լավ պատրաստեք։ Շատ է եղել, ոչ թե եղել է։ Քանի որ ես օգտագործում եմ ինդուկցիոն պլիտա, բառարան, հա, չեմ կարողանում կառավարել։ Սա շատ հաճախ վառում է, որովհետև շատ հզոր է։ Եվ հիմնականում խնդիրը եղել է շատ գեղեցիկ գազարով
ճաշատեսակեր, դեսերտ չէր, գնացել էինք աղագես դուրս, պատրաստեցինք եւ այլն, եւ ընդամենը 1 վայրկյան մինչեւ ես շրջվեցի, որ Շունիկին սիրեմ, Շունիկն էլ էր եթերում, պտտվեցի, տեսա արդեն վառվել է։ Բացի նրանից, որ ես Շունիկին սիրել եմ, պետք է վազեի, լվացվեի, որպեսզի հետո գործողությունը անեի։ Մի խոսքով դա գնաց եթեր, չնայած վառված էր, բայց գնաց եթեր, որովհետև ամբողջ այդ տեսարանը նորից նկարել բարդ կլիներ, բայց ամեն դեպքում կարելի էր դա այդպես թողնել, որովհետև մենք երանք համը չկար, վառածի, կարամելիզացվել էր, գազար էր շատ համեղ, այն եթե թույլատրելի է, մենք դա դրեցինք, կերանք, հասկացանք, որ համեղը չկա վառածի համ, և եղել է, որ հոսանքն է անջատվել, ջեռոցի մեջ չի թխվել մինչև վերջ, դա չի նկարահանվել է, բայց դուրս չի եկել եթեր, լինում է, մի խոսքով լինում է։ Բայց շատ կարևոր է, որ դուք դա նաև եթեր եք այսպես թողնում գնա, քանի որ շատ մարդիկ նաև կգտնեն իրենց այդտեղ, չէ՞ որ մեզ մոտ էլ է այդպես պատահում։ Սա խոսում է այն մասին, որ ոչ մեկս կատարյալ չենք, պիտի փորձենք, միգուցե մի անգամ էսպես սպասվի, մյուս անգամ շատ ավելի լավ։ Վերջերս YouTube-յան բաղադրատոմսի փորձարկություն արեցի, շատ գեղեցիկ բիսկվիտ էր եւ որոշեցի կրկնել։ Չէի կարդացել բաղադրատոմսը, պարզապես ես միշտ արագ եմ անում, շտապում եմ, պարզապես գրել էի ինչ բաղադրիչներ են ինձ պետք որ դնեն սեղանին, մոտեցա, սկսեցի պատրաստել, հասկացա, որ ալուր չկա։ Եվ հնարավոր չի առանց ալուրի միայն օսլայով բիսկվիտ ստանալ, հենց եթերի ժամանակ ասեցի, ես այստեղ կավելացնեմ ալուր, չկար YouTube-յան բաղադրատոմսի մեջ, ալուրը ավելացրեցի, բայց ամեն դեպքում քիչ էր եւ բիսկվիտը, որը պետք է լիներ, որը որ ես տեսել էի բաղադրատոմսի մեջ բարձր, ցածր ինչ-որ բայց համեղ էր։ Համեղ էր, որովհետեւ յոգուրտով էր պատրաստված եւ որպես բլիթ, եւ ես ասեցի, սա որպես բլիթ կարող եք ջեմը քսել վրան եւ ուտել։ Սա կգնա եթեր։ Իսկ եթե չստացվեր, բնականաբար չէր գնա։ Մենք կսպասենք հաջորդ շաբաթ ձեզանից նոր ու նոր բաղադրատոմսերի, ինչպես նկատեցիք, մենք ինքներս էլ շատ ակտիվ հետևում ենք։ Կսպասենք ձեզ եւ նորից ուրբաթ օրը արդեն կհանդիպենք քննարկելու շաբաթվա բոլոր բաղադրատոմսերը։ Շնորհակալություն ձեզ զրույցի համար։ Իսկ մենք միասին հիմա գնալու ենք առավոտյան էքսկուրսի։ Դեպի ջերմուկ։ Գնացինք։ Վերադարձանք հրաշալի ջերմուկից, հրաշալի բնությամբ, մաքուր օդով, մաքուր սիրուն քաղաքով եւ իհարկե հանքային բնական ջրերով, ինչը շատ առողջարար է եւ օգտակար եւ խմելը եւ հանքային լոգանքներ ընդունելը եւ այլ բուժական ծառայություններ ընդունել է, այնպես որ եթե այս ուրբաթ-շաբաթ գիրեկին ձեզ մոտ ազատ է, ապա անցկացրեք այն ջերմուկում։ Իսկ հիմա ժամանակն է, որպեսզի ճիշտ խաղանք այս խաղը, այո, Մանոյի հետ։ Այն պիտի խաղանք Մանոյի հետ, իդեպ պետք է նշենք, որ այս առավոտ խոսելու է Մանոն քաշի նվազմանը խանգարող ամենակարևոր գործոններից մեկի մասին։ Ինչ է ինսուլինային դիմադրությունը եւ ինչպես այն հաղթահարել։ Նիարել եւ առողջ լինել։ Մանո, ձեր հերթն է, գնացինք։ Բարելույս իմ սիրելի ժողովուրդ, այսօր եկել եմ մի հատ հյուրի հետ, շատ հետաքրքիր հարցեր եք քննարկելու, մեր հետ է բժիշկ էնդոկրինոլոգ Դիանա Գրեգոսյանը։ Այսօր կպատասխանի մեր հարցերին, որը հուզում է մեր բոլորին։ Դիանա ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Դուք Դիանա ջան, այո, իհարկե, մենք միշտ պարկ ասում, որ հետևում ենք առողջ ապրելակերպին, մենք միշտ լավ ենք։ Դիանա ջան, մի հատ sense հարց, իմ մոտ որ շուշուտ է լին, այսինքն հանդիպում իմ հաճախորդների հետ, առաջին ինչպես որ գիտեք, ես ուղղորդում եմ առաջի հերթի, որ գրան իրական անալիզներ հանձնեն, որովհետեւ հասկանանք թե ինչ ձևի սննդակարգ պիտի տանք, կամ ինչ ձևի պիտի մարզումներ անենք։ Իմ հիմնականը որ ուղարկում ենք անալիզների, ամենաշատ խնդիրով իհարկե երբ որ լինում են ավելորդ քաշով, իրանց մոտ հայտնվում է ինսուլինի դիմադրությունը։ Այո։ Ինչ կասեք մեզ այդ դրա մասին, լուծումը կամ ինչի համար հայտնվում ինքը շատ մարդկանց մոտ, մեզ երկու բառով բացատրեք, որ ժողովուրդն իմանա։ Այո, տեսեք, ինսուլինառեզիստենտությունը հիմնականում հայտնվում է այն ժամանակ, երբ մենք օգտագործում ենք չափից ավելի շատ ածխաջրեր, քան կարող է մեր օրգանիզմը յուրացնել։ Հա, այսինքն երբ այդ ածխաջրերը չափից շատ են մեր արյան մեջ, ինսուլին չափից շատ է արտադրվում եւ արդեն բջիջները չեն ճանաչում ինսուլինին, այդ դեպքում արյան մեջ ունենում ենք ինսուլինի բարձր քանակ եւ իհարկե չափից շատ ածխաջրերը
արդեն վերածվում են ճարպի, ինսուլինը նպաստում է այդ գործընթացին, որպեսզի ածխաջուրը վերածվի ճարպի, ինչպես նաև մի շատ հետաքրքիր մեխանիզմ կա, ինսուլինառեզիստենտությունը բերում է լեպտինառեզիստենտության, ինչ է լեպտինը, լեպտինը մեր հագեցման հորմոնն է, այսինքն մեր հիպոթալամուսին ազդակ է տալիս, որ մենք արդեն հագեցած ենք, իսկ երբ որ մենք ունենք ինսուլինառեզիստենտություն, մեր ուղեղը չի հասկանում, որ մենք արդեն հագեցած ենք եւ մենք անընդհատ սննդի պահանջ ենք ունենում եւ այսպես ասած փակ շղթա է ձևավորվում։ Շատ ակրկիր է։ Ուրեմն հիմա նայեք, ածխաջրեր ասելով խոսքը գրում է մենակ հացի, քաղցրի, դե ուրիշ բաների է։ Տեսեք, ածխաջրեր այնպես չի, որ ռացիոնից ընդհանրապես պետք է հանեք, այսինքն ածխաջրերը եւս անհրաժեշտ են մեզ, բայց մեզ անհրաժեշտ են բարդ ածխաջրերը, այսպես ասած օգտակար ածխաջրերը, այ փորձում ենք հանենք պարզ ածխաջրերը ռացիոնից, դրանք այդ բոլոր հյութերը, քաղցրավենիքները, խմորեղենները, խմորները եւ այլն, բայց բարդ ածխաջրերը այդ խավարտների տեսքով իհարկե մեր ռացիոնում եւս պետք է լինեն, բայց որոշակի չափաբաժնով իհարկե։ Այսինքն ինչքան հասկանում ենք, որ մարդկանց պետքա շաքարից անենք իրանց ռացիոնից, չէ՞։ Այո, բարդ ածխաջրերի նախընտրությունը տանք եւ որոշակի չափաբաժնով։ Ինչ համար եմ ասում ձեզ, որտեղ ընդ մարդիկ կան ասում ոչ, շաքարը պետք է մեր կյանքին, առանց շաքար մենք կյանք չունենք, մենք կմեռնենք առանց շաքար, մենք չենք կարող շաքարը տոնենք։ Այդ կամ այդ հնդկաձավարը կամ մնացած խավարտը, երբ որ մենք ուտում ենք, դրանց մեջ եւս կան ածխաջրեր, այսինքն մեր օրվա չափաբաժինը մենք այդտեղից ստանում ենք։ Օ, շատ լավ պատասխան է։ Այսինքն մեզ կոնկրետ պետք է, այսինքն վերամշակված շաքարը հանենք։ Այո, որովհետեւ մարդիկ ասում վերամշակված շաքար, այն որ դնում եք բանի մեջ, թեյի մեջ դնում եք, կոֆեի մեջ որ դնում եք, չգիտեմ ընդ կրվասանները, ինչա քաղցրավի, որ սարքում եք, այլ դրա մեջ է, չէ։ Այսինքն դրանք պետք է մարդիկ կոնե զրկեն, որովհետեւ այս ինսուլինի դեմը առնեն, չէ։ Շատ լավ է։ Իսկ երկրորդ, այն որ ասեցիք լեպտինի հորմոնը, այդի շատ կարևոր է, չէ։ Այն որ մարդիկ որտեղ ինձ հարցնում են, ասում են, գիտես ինչ կամ Անոն ջան, ես չեմ գշտանում։ Ես ուտում եմ, բայց չեմ գշտանում։ Այնց դա է, երբ շատ ածխաջուր ենք ուտում մեր օրգանիզմը արդեն լեպտինին չի լսում։ Այսինքն մենք ունենք շատ գլյուկոզա, բայց այդ գլյուկոզան բջիջ չի մտնում։ Հիպոթալամուսին ազդակներ չի գալիս, то есть օրգանիզմը մտածում է, որ ինքը սովի ռեժիմի մեջ է, որ ինքը չի կշտացել։ Անընդհատ եւ որ դու այդ քաղցրը գերար, ու մարդ ինսուլինը արդեն չի կարգավորվում, մարմինը քեզանից ավելի է ուզում, չէ։ Ավելի ու ավելի։ Այս այդ շաքարագերների մասին է խոսքը։ Այո, այս է առաջին թեման։ Երկրորդը, որ ամենաշատ էլի հանդիպում է, երբ որ անալիզների պատասխաններն է գալի, դա խոլեստերինն է։ Էլի գալիս երկու բառով բացատրես այդ բիժկույի ջան։ Ինչից է առաջանում այդ խոլեստերինի խախտումը, կամ FAD ու HDL-ի կամ LDL-ի տարբերությունները, մեկ էլ ինչպես էլի կարգավորենք էդի մոտավորապես։ Տեսեք, խոլեստերինի խախտումը, խոլեստերինի բարձրացումը բազմագործոնային է, հա, բազմապատճառային է, այդտեղ դեր ունի եւ լյարդը, եւ սննդակարգը, եւ ժառանգական գործոնները, այ պետք է էլի նորից հետևել սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, այսինքն չթողնել, որպեսզի մեր լյարդի բջիջները օրինակ փոխարինվեն ճարպով, որպեսզի կարողանա լյարդը կարգավորել նյութափոխանակությունը, հա, եւ այդ բոլոր գործոնները միասին պահելով բնականաբար կհասնենք խոլեստերինի նորմալ մակարդակի, սննդակարգի մեջ ճարպեր եւս պետք է լինեն, բայց ոնց որ ածխաջրերի դեպքում էր էլի օգտակար ճարպեր, այսինքն չհագեցած ճարպաթթուներ պետք է ավելացնենք եւ էլի որոշակի չափաբաժնով, ոնց որ դուք սիրում եք ասել, մոտավորապես ռացիոնի 30%-ը հա պետք է լինի ճարպերը։ Սենց ասեմ ձեզ, հիմա ուրիշ բիժների մոտ երբ որ հետո են տեսնում են այս խախտումների իրանց մոտ կամ խոլեստերինի կամ ինսուլինի, առաջին գրում են, չէ, ասում են, «Էս ինչ հաբը խմեք»։ Ու այդ գիտեք ինչ է անում, ես նկատել եմ մարդկանց մոտ, ասում են, «Դե լավ, ոչինչ, ես հաբը կխմեմ, ինսուլինս գիչացնեմ, բայց ինչ կուզեմ գուտեմ»։ Չէ՞։ Առաջին հերթին ոնց է կարծում դու բիժկը ինչպես պիտի ուղղորդի։ Ես առաջին հերթին ինչ վերաբերում է ինձ, փորձում եմ սննդակարգով լյարդի վրա ներգործությամբ մի փոքր կարգավորել խոլեստերինը, եթե արդեն բանը հասնում է նրան, որ մակարդակը այնպեսին է խոլեստերինի, որ մենք ունենք ռիսկ սիրտանոթային համակարգի համար, բնականաբար դեղորայքով եւս առաջնորդվում ենք, բայց դեղորայք խմել չի նշանակում սննդակարգ չպահել, որովհետեւ այդ դեղորայքը այնպեսին է, որ ցավոք սրտի հենց որ դու ընդհատես կամ հանես, խոլեստերինի մակարդակը նորից կարող է բարձրանալ, այսինքն դեղորայք ընդունելը նույնիսկ կարող է ժամանակահատված հնարավորություն տալ, որ դու գոնե քո սննդակարգը կարգավորելով, լյարդի վրա ներգործելով, խոլեստերինի հենց առաջացմանը Իհարկե, պետք է հետևել, ուրեմն ամենակարևոր առաջին հերթին մենք պետք է հետևենք մեր սնունդին, նոր ընկնենք դեղամիջոցներին, շատ շնորհակալ ենք ձեզ բիժկույի Զիանա ջան, եկեք բոլորով ճիշտ խաղանք այս խաղը ու մնանք Մանոյի հետ։
Ճիշտ խաղա այս խաղը։ Ամեն օր Մանոն մի նոր խաղ է խաղում եւ մի նոր բանաձև առաջարկում առողջ ապրելակերպի հետ կապված։ Իսկ մենք անցնենք առաջ եւ դիտենք մեր իգիտություն շարքը, որի շրջանակներում այսօր խոսելու ենք երկիր մոլորակի մասին։ Գիտություն էջն է եթերում։ Վերադարձանք ու այս պահին միասին կդիտենք գովաստ եւ կվերադառնանք։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, բոլորիդ մաղթում ենք լավ հանգստյան օրեր։ Մնացեք Շանթի հետ, որովհետեւ առջևում հորիզոնն է։ Իսկ մենք երկուշաբթի նորից կգանք ու կասենք բարի լույս։